Եթերում տեսլականն է, բարև ձեզ։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն կրկին հայտնվել է սկանդալի կենտրոնում, որից ոչ միայն դեղորայքի, այլև քաղաքական մահվան հոտ է գալիս։ Նեթանյահուին հոսպիտալացրել են Երուսաղեմի բժշկական հաստատությունում, նրա մոտ ախտորոշվել է քաղցկեղ։ Ինչու է թաքցրել նա իր հիվանդությունը եւ ինչու է վախենում Իրանի իշխանություններից եւ ինչ է խոս տվել Թրամփին, այս եւ այլ կարևոր հարցերի մասին այսօր զրուցելու եմ հայագետ, թարգմանիչ, հրապարակախոս Լիա Ավետիսյանի հետ։ Նա եկել է իր մեծ բացահայտումներով։ Մնացեք մեզ հետ։ Այդքան վատություն անես, բավ գլխի չգա։ Ինչու է թաքցնում նա իր հիվանդությունը։ Դե որովհետեւ պետության կայունությունը կախված է բերանի խորոչում առաջանում է քաղցկեղ։ Նրա մոտ ախտորոշվել է շագանակագեղձի քաղցկեղ։ Այո, եւ շագանակագեղձի եւ վատ վիճակում է։ Դու մերում անուկ ես կոտորում Գազայում ու հետո դու քաղցկեղ չստանաս, այն էլ ոնց կստանաս։ Գուվված վստահ էր, որ հեսա կգնա Իրանի վերջը կտա, դու միասի հակառակն ալնում։ Մարդկությանը փչացնում են եւ փչացնողները այսօր կանգնած են իշխանության գլխին աշխարհի։ Իրանց ռաբիներն են սովորացնում հայկական եկեղեցու մոտով անցնեն, թքեն, ասեն թող այս պատերը փլվեն։ Ադրբեջանը երբեք չի եղել ինքնուրույն պետություն ու չի լինելու։ Ում դրանք բոլորը նարկոս են։ Տեսնում եմ այն, ինչ որ միշտ ասում եմ, որ մենք վերականգնվելու ենք անշուշտ։ Բարև Տիկին Ավետիսյան։ Բարև ձեզ։ Հետաքրքիր բացահայտումներով եք եկել, գրի եք առել եւ պատրաստված եկել եք ինչպես միշտ։ Ինչպես եք։ Փառք Աստծո, լավ։ Տրամադրությունը։ Միշտ լավ։ Պարզվում է եւ Իսրայելի ընդդիմադիր ուժերը որոշ կայքերում խոսում են, թե Իսրայելի վարչապետը ծանր հիվանդություն ունի, չարորագորուցք եւ ամիսներով թաքցրել է։ Հիմա էլ հոսպիտալացրել են, ասել են, որ նա ատամների խնդիր ունի։ Գնացել է, որպեսզի ատամները հերթական ստուգում անցնի։ Գիտես ինչ, երբ որ Ֆրեյդը ման էր անում իր հիվանդներին իբր թե բուժում էր եւ հետազոտում էր, ինքը տալիս էր իրանց մորֆի հետևանքը այն է, որ բանի բերանի խորոչում առաջանում է քաղցկեղ։ Ես կարծում եմ, որ Նետանյահուն այդ դեպքն է։ Իրանք բոլորը, ինչքան վերնախավում մարդ կա Եվրոպայի եւ մերձավոր արևելքի ոչ իսլամական մասում, դրանք բոլորը նարկոս են։ Հայտնի էր, չէ, տեսարանը, երբ որ Մակրոնը, Մերցը, Անգլիայի վարչապետը եւ ես ինչ-որ վարչապետիկ միասին իրանց գնացքի խուցում թղթակիցները բռնացրել էին։ Իրանք կանեփ էին դրել սեղանին, ուզում պատրաստվում էին օգտագործել։ Հիվանդների քաղաքակրթությունը։ Բայց ասվել է նաև, որ նրա մոտ ախտորոշվել է շագանակագեղձի քաղցկեղ։ Այո, եւ շագանակագեղձի եւ ուրիշ մասերի ինքը վատ վիճակում է։ Գիտես ինչ, այդքան վատություն անես, բավ գլխի չգա։ Լուրջ խոսում եմ, եթե վատություն անում է մարդը, պետք է պատրաստ լինի, որ գլխին գալու է պատասխանը։ Տենց չի կարելի։ Դու մերում անուկ ես կոտորում Գազայում ու հետո դու քաղցկեղ չստանաս, այն էլ ոնց կստանաս։ Բա պետություն ես պահում, որը անմարդկային է, ֆաշիստական երկիր է, որտեղ զինվորը գնում է պատի հետևից, այն էլ կանայք են, այդ սնայպերները, դիպուկահարները, երեխաներին են խոցում Գազայի։ Արաբ երեխեքին։ Իրանում չխոցեցին։
Իրանում էլ Աղջիկ խոցեցին։ երեխաների։ Այո, դրանից հետո պետք է պատրաստ լինի։ Ինչու է թաքցնում նա իր հիվանդությունը։ Դե որովհետև պետության կայունությունը կախված է ղեկավարի առողջությունից։ Եթե ղեկավարը անառողջ է, ուրեմն պետությունը անկայուն է։ Չգիտես, վաղ ով է գալու ղեկին կանգնի։ Էդ էլ կա, չէ՞։ Իրանք վատ մարդիկ են։ Եվ այդ վատ մարդիկ որոշում են աշխարհի վաղվա օրը։ Ինչպես նրա հիվանդությունը դարձավ այդ խոշոր սկանդալի կենտրոն Իսրայելում։ Ինչու էր դա այդպես։ Դե նախ սկսեցին թաքցնելով արհեստական բանականությունը օգտագործել նկարներ սարքել, որտեղ մեկ 6 մատ ուներ, մեկ 4 մատ ուներ, մեկ ինչ ասես ուներ, արդեն ծաղրի ծիծաղի առարկա էր դարձել։ Տրամպի հետ լեզու չգտան, որովհետև Նետանյահուն անընդհատ իմանալով, որ Տրամպը ջոհների փողերով ավեր թռնում, իրան ստիպում է, որ ինքը ավելի կտրուկ քայլերի դիմի Իրանի հարցում։ Իսկ Տրամպը տեսնում է, մի քիչ ավելի իրատեսական է։ Վաղվա օրը տեսնում է, դրա համար հրաժարվում է։ Վերջը իրար տվին, վերջը Տրամպը ասեց, ես գիժա, ասեց, չէ։ Վիճակը լավ չի այնտեղ։ Իսկ դա նշանակում է մարդկության համար վիճակը գնում է դեպի լավը։ Սա խոճապ է Իսրայելում։ Իհարկե։ Շատ իսրայելցիներ արտագաղթել են։ Շատ իսրայելցիներ, որոնք արտոնյալ էին, այսինքն իրանք հավատավոր ջհուդներ էին, եւ դրա համար իրանց երեխեքը ազատված էին բանակից։ Հիմա հանկարծ պարզվեց, որ իրանց երեխեքը պետք է գնան բանակում ծառայեն, այ քեզ բան, բարև ձեզ։ Դուս են եկե բաների, բողոքի ցույցերի, Իսրայելի դրոշն են վառում, ջհուդները Իսրայելի դրոշը վառում են։ Հիմա եթե հայը կամ անգլիացին կամ իտալացին այդ դրոշը վառեին, կտանին դրան բանտ կնստացնեին, չէ՞ խտրականության համար։ Ջհուդը Իսրայելի դրոշը վառում է։ Ասում է, մեզ Իսրայելի պետություն պետք չի։ Մենք պետք է աշխարհը տիրենք, մենք պետք է աղոթենք, որ այդ իշխանությունը աշխարհի լինի մեր ձեռքում, իսկ կռիվանողները թող գոյերը լինեն։ Գոյերը ես ու դու ենք, սա աշխարհն է։ Ըստ նրանց, այո։ բայց իրականությունը Ճիշտ հակառակն է իրականությունը։ Այդպես որ հիմա շատ հետաքրքիր պատմական պահ է։ Երբ որ Իսրայելը այդքան ինքը իր գլուխը գովված վստահ էր, որ հեսա կգնա Իրանի վերջը կտա, դու միասի հակառակն է ալնում։ Դու միասի իսկական հավատքը, ոչ թե որ կրամոլությունը, շատ ավելի մեծ դեր է խաղում մարդկության կյանքում։ Իրանցին, որը իր ընտանիքը, իր երկիրը, իր ազգը գնահատում է, չի թողնի, որ Գանց տեղ հեղաշրջում անեն Իրանում, որպեսզի Իսրայելը հաղթի։ Իրանք հաղթում են միայն հեղաշրջումների հաշվին։ Ասվում է նաև ընդդիմադիր մամուլը գրում է նաև, որ Նեթանյահուի օրերը հաշված են, նա 76 տարեկան է, ունի բազմաթիվ հիվանդություններ, չարորակ ուռուցք, դրանից բացի նաև վիրահատված է սիրտը։ Գիտես ինչ, տարիքը կապ չունի, ես ինքս 75 տարեկան եմ, դա չի նշանակում, որ ես այսօր եկուց եմ։ Ինքը ուղղակի գրելու է պատիժը, Աստծո պատիժը։ Հիվանդությունների մասով էին ասում։ Բայց որտեղից հիվանդությունները, հիվանդությունները հետևանք են մարդու հոգու վիճակի։ Իր հոգին չկա, ինքը սրիկա է, պարզապես սրիկա է, անմարդկային, ապագա մարդը, եթե մարդը։ Այնինչ մի կողմից էլ Նեթանյահուի գրասենյակը հերքում է տարբեր նյութեր, ասում է, որ իրենց վարչապետի հետ ամեն ինչ նորմալ է, սա գալիս է Իրանի նկատմամբ վախից։ Իհարկե, պարտությունից։ Իրանք պարտվել են, իրանք արդեն պարտվել են։
Ես բանը մի հատ միջազգային ամսագիր կա Science, մեջը շատ հետաքրքիր հոդված էր։ Ուրեմն վերցրել են մի ակվարիումի մեջ, բացել են մի հատ գայլաձուկ եւ փոքրիկ ձկնիկներ։ Այս գայլաձուկը գնում է ամամամամամամամ, այդ փոքրիկ ձկնիկներին ուտում է, հետո դնում են պատնեշ։ Հիմա այս գայլաձուկը տեսնում է, այդտեղ փոքրիկ ուտելու բաներ կան, այդտեղ վխտում են։ Չի կարողանում դրանց հասնել։ Գնում է, խփում է, վերջը թափով խփում է, գլուխը ջարդում է։ Ու վախենում է։ Պատնեշը հանում են։ Ձկնիկները իր 4 կողմը վխտում են, բայց ինքը վախում է արդեն իրաց կպնի, վախը մտել է իր ապուշ գլուխը։ Շատ հետաքրքիր բան է։ Նետանյահուի։ Հիմա ես համեմատում եմ Նետանյահուի հետ, որովհետև բանը եւ Տրամպի։ Խոսենք Տիկին Ավետիսյան, Նեթանյահու եւ Թրամփ փոխհարաբերությունների մասին։ Կարծես թե սրվել է, սա շոու է, թատրոն է, թե ինչ է։ Ստեղ գիտես ինչ է, տես Տրամպը ուզում էր ՄԱԿ-ի վերջը տար, ստեղծեր խաղաղության բանը խորհուրդ եւ այդ խորհրդի նախագահ դներ իր ջհուդ Պեսային Կուշներին։ ՄԱԿ-ի վերջը ուզում էր տար, բայց որպեսի ՄԱԿ-ը այլևս չկարողանա գործել, իրանց ֆինանսական հարցերն են բանը վատթարացնում։ ՄԱԿ-ի բյուջեի 54%-ը լրացվում էր Միացյալ Նահանգների եւ Չինաստանի հաշվին։ Հիմա ոչ են փող տալու, ոչ են։ ՄԱԿ-ը գրեթե սնանկը։ Բայց էլ չի ստացվի։ Այդ բանի խաղաղության խորհուրդն էլ չի ստացվի, որ այդ Կուշները, ես չգիտեմ, ինքը բանա, ոնց էր արհեստական բանականության գովազդ լինի, այդ Կուշները իսկական մարդ է, թե չէ։ Դու տեսել ես որևէ մարդկային արտահայտություն իր դեմքին։ Տարօրինակ կերպարը։ Ինչևիցե։ Դա էլ չի ստացվում։ Հիմա ճգնաժամ է համաշխարհային վիճակում։ Տես Տրամպը գնաց Չինաստան ասեց, դուք գիտեք, որ բաներ հին չինացին կարծում էր, որ երկիրը քառակուսի է, իսկ երկինքը կլոր է։ Դա շատ հետաքրքիր բան էր, արձադրում էր։ Ու Տրամպը գրեթե ձեռնունայն եկավ նաև Պուտինը։ Հիմա Չինաստանը բարձրանում է, դառնում է աշխարհի գերտիրություններից մեկը։ Ես ինքս կողմնակից չեմ, որ դառնա, որովհետև չինացին յուրատեսակ կերպար է, չինացին ոչ խղճի մասին պատկերացում ունի, ոչ հումորի զգացում ունի։ Իսրայելցիները ունեն։ Իսրայելցիներն էլ խղճի զգացում չունեն։ Այսինքն անխիղճ մարդիկ քաղաքակրթությունները, այսպես ասած, չնայած քաղաքակրթություն չեն, գալիս են իշխանության գլուխ։ Եվ մեզ անընդհատ սովորացնում են, որ մարդը պրիմիտիվ էակ է։ Կինոյում դու տեսնում ես, որ եթե զարմանում են մարդիկ, բերանը պետք է բացեն ցած կլոր։ Եթե զայրանում են մարդիկ, պետք է ասեն դեմ, չորտ, շվայնը։ Այսինքն անընդհատ պետք է սատանային դիմեն։ Մարդկությանը սովորացնում են, որ դու պարզունակ կենդանի ես։ Դու քո զարմանքը պետք է միայն այդպես արտահայտվի, քո զզվանքը մենակ հետ տալով պետք է արտահայտվի, քո սերը պետք է արտահայտվի մենակ անկողնում, ամենայն դեպս սեռական հարաբերություններ։ Մարդկանց փչացնում են, մարդկությանը փչացնում են, եւ փչացնողները այսօր կանգնած են իշխանության գլխին աշխարհի, այդ գլոբալիստ ասածները։
Այդ հետաքրքիր է։ Տիկին Ավետիսյան, ձեր խոսքում քիչ առաջ ասացիք, որ Իսրայելը պարտվեց Իրանին։ Այո։ Հիմա Իսրայելը ինչ ծրագրեր է մշակում, ինչի մեջ է, ինչով է զբաղված։ Մի վատություն մշակում են էլի մարդկության հասցեին։ Իրանց ուզածը էնա, որ ի վերջո լինի միջուկային պատերազմ։ Իրանց ուզածը դա է։ Իրանց բանի գաղափարախոսության մեջ կա դա, հա, Սամսոնը, երբ որ բանը սյուները տապալեց իր գլխին էլ ընկավ, իր թշնամիների գլխին էլ ընկավ, այսինքն ինքնասպանության գաղափարը իրանց մոտ կա։ Բայց երբ որ Ջհուդը ասում է Իսրայել պետք չի, նա ոչ թե ասում է, որ ջհուդական պետություն պետք չի, ինքը ասում է աշխարհը պետք է լինի ջհուդի ձեռքում։ Ամերիկայա, Իսպանիայա, Հայաստանը, Ադրբեջանը, Ուզբեկստանը սաղ պետք է լինի ջհուդի տակ։ Այսինքն Իսրայելի ներսում էլ կա պառակտում։ Իհարկե, շատ մեծ։ Եվ ոչ միայն Իսրայելի ներսում, Իսրայելից դուրս տարբեր ջհուդական բանը հոսանքներ կան, որոնք իրար հետ չունեն։ Այն ինչը իրանց համար սուք է, սրանց համար սուք չի, այն ինչը իրանց համար տոն է, սրանց համար տոն չի։ Իրանք բան չեն, համերաշխ չեն, որովհետև իրանց համար ամենամեծ արժեքը ինչ է, փողը։ Տիկին Ավետիսյան, այսօր հատկապես ինչն է կապում Իսրայելին եւ Ադրբեջանին։ Ադրբեջանը իրանց գաղութն էլ չի, իրանց հետևի բանն է, բակն է, շենքի հետևը, որ զուգարանալնում է տարածքը, այդ է Ադրբեջանը։ Ադրբեջանը ինքնուրույն պետություն չի։ Ես քեզ ասեմ, ես որ Եմենում աշխատում եի որպես թարգմանիչ, դա գեոդեզիստների բան էր, պայմանագիր էր, մենք ստեղծում էինք հարավային Եմենի քարտեզը, Եմենը նոր էր կրվել բաժանվել, մենք հարավայինն էինք անում։ Այնտեղ եկել էին որպես գեոդեզիստ աշխատելու Ադրբեջանից դուրս եկած տղեկ, որոնք իհարկե ադրբեջանցի չէին, Մոսկվայից էին գնացել։ Իրանք ասում են Ադրբեջանը այնքան նավթ ունի, որքանով ինքը կարող է այդ նավթը հետախուզական կազմակերպությունները, խմբերը սպասարկելու մեքենաները լիցքավորի։ Ավելի շատ չունեն։ Ադրբեջանի նավթը մի հատ ֆենոմեն է հնարած, որպեսզի սաղին վախացնի, գովազդի եւ այլն եւ այլն։ Ադրբեջանը այսքան տարի ռուսին նավթը ծախում էր դուրս։ Ադրբեջանական նավթ, իրանք նավթ չունեն։ Այդ սաղ սուտ է։ Այդքան էլ շատ չունեն։ Շատ քիչ է, էլի, ես ասում եմ, իրանց ուազիկների համար։ Այսինքն արևտրական մասշտաբների նավթ չունեն։ Որպեսզի արտահանեն։ Որպեսզի արտահանեն։ Հիմա երբ որ այս մի քանի դուրաչուկ կա, չէ, ասում է Ադրբեջանից նավթ կբերենք, դա Ադրբեջանի նավթը չի։ Տիկին Ավետիսյան, ինչով է պայմանավորված, որ Իրան-Իսրայել հարաբերությունները հասել են աննախադեպ մակարդակի։ Ընդհուպ իսրայելական զորքերը գաղտնի ներկայություն ունեն Իրանի սահմանին։ Իրանը եզակի երկիր է, որը երբևիցե չի ճանաչել Իսրայելի առկայությունը։ Այո։ Չի ճանաչել։ Իսրայելը եզակի երկրներից է, որը չունի սահմանադրություն։ Սահմանադրությունը ո՞րն է։ Սահմանների տերություն։ Հայերենից ճիշտ լեզու չկա։ Մեկ Իսրայելը չունի, մեկ Մեծ Բրիտանիան չունի։ Դա ինչ է նշանակում, որովհետև իրանք զավթիչ են։ Իրանք պատրաստ են օր առաջ հարևան երկրները զավթել։ Հիմա էլ առիթից օգտվեցին, իրանք ահագին տարածքներ վերցրեցին, չէ՞, Սիրիայից, Իրաքից եւ այլն։ Իրանն էլ ասում է, ձեր երկիրը չի, այս հեքիաթները, որ գրել է 3-րդ տաճար, 3-րդ տաճար սուտ է։
Ես ձեզ չեմ ճանաչում։ Դուք պետք է օր առաջ ձեր բաները, ճամփորդները հավաքեք, ստեղից գնանք։ Սա բանը իսլամական տարածք է։ Ջոուները ստեղ գործ չունեն։ Էս է սա կռիվը։ Նրանք էլ ասում են ոչ, մենք ավելի հին ենք, մենք պետք է լինենք։ Իրանք գիտես ինչ, քարտեզներ կարելի է պատմության տեքստերը փոխել։ Գրում են տեքստերի մեջ, որ բանը Վիետնամը Հայաստանից տարիքով երկիր է եւ այլն, բայց քարտեզներում ինչքան քարտեզ եղել է աշխարհում, Հայաստանը կա։ Հիմա այս արհեստական բանականությունը սկսել է քարտեզները ջնջել։ Ես շատ վտանգավոր եմ, ես արհեստական բանականության թշնամին եմ։ Հիմա Իսրայելը երբեք չի եղել քարտեզներում։ Երբ որ խոսում ենք մենք Իրոդի մասին, խոսում ենք Քրիստոսի մասին եւ այլն, մենք հաշվի ենք առնում փոճուրիկ թագավորությունը, Հուդեյան թագավորությունը, որը մեր աշտարակի չափը։ Թող երբեք իրան գլուխ չկովան, որ պետություն են ունեցել։ Այդ պետությունը զուտ սիմվոլիկ պետություն էր։ Հիմա Իսրայելի եւ Ադրբեջանի այդ սերտացումը, սա ինչ է, առևտրային գործարք է, նավթ զենքի դիմաց ինչ որ ձևով գործարք է, թե պարզապես կա խորը արժե համակարգային հայկականություն, որի առանցքը հայերին եւ Հայաստանը վերացնելն է։ Ադրբեջանը երբեք չի եղել ինքնուրույն պետություն ու չի լինելու։ Հիմա Ադրբեջանում ինչպես մեզ մոտ ամերիկյան համալսարանն է։ Բացատրեք դրանց շահը ո՞րն է այդ երկուսի։ Էսա ասեմ էլի։ Իրանց մոտ ամերիկյան համալսարանը, մեզ մոտ է իրանց մոտ Իսրայելի համալսարանը։ Իրանց հեռախոսային ցանցը Իսրայելինն է։ Ինչ ունեն չունեն Իսրայելինն է, որտեվ իրանք ինքնաբավ չեն։ Այսինքն պետություն լինել չեն կարող։ Իրանք կարող են լինել Իսրայելի անկլավ, ինչ էլ կա իրականում։ Ուստի տնտեսապես էլ Ադրբեջանը խեղճ երկիր է։ Ես երբ որ նայում եմ իրանց տնտեսական վիճակը, խեղճ երկիր է։ Մեծ խոսում են։ Իսկ Իսրայելը հարուստ երկիր է, ինչի շնորհիվ աշխարհի պետությունները հարկատու են Իսրայելին։ Բոլորը։ Ֆրանսիան իրանց այդ դրվածքով է դրել։ Այդ դրվածքը 45 թվականին, երբ որ պատերազմը ավարտվեց, եւ ջհուդները դժվար ազգ ճանաչվեցին, եւ 48 թվականին հռչակվեց Իսրայել, այն ժամանակ դրեցին։ Որտեւ իրանք ցեղասպանություն տեսած ժողովուրդ են։ Այո։ Ցեղասպանություն տեսած պետություն են։ Իսրայելը ըստ իրենց հոլոկոստ տեսած ժողովուրդ է։ Պետություն տարիներ շարունակ զինում է մի ռեժիմի, Ադրբեջանի մասին է խոսքը, որի բացահայտ նպատակը հայերի բնաջնջումն է, հայրենազրկումն է, ինչպես է ստացվում հոլոկոստ տեսած ժողովուրդը, որ նման ողբերգության միջով է անցել, ապրել է այդ ողբերգությունը, այսօր դառնում է մեկ այլ ժողովրդին ցեղասպանական քաղաքականություն ապահովող հովանավոր։ Այստեղ մի հատ պատասխան կա, ուրեմն չեն տեսել հոլոկոստ։ Ուրեմն վերցրել են, արտագրել են մեր պատմական փորձը եւ վերագրել են իրանց։ Որքանով է սա տրամաբանական հոլոկոստ տեսած ժողովուրդը Իսրայելը հովանավորում է Ադրբեջանին, որի նպատակը հայերին ցեղասպանելն է։ Չի եղել հոլոկոստ։ Չի եղել, շատ ես գիտեմ խոցելի եմ դառնում, երբ որ այդպիսի բան եմ ասում։ Բայց ես կարդացել եմ հաշվետվությունները, երբ որ հաղթող երկրները եկել են մտել են համակենտրոնացման ճամբարներ եւ մարդկանց
այսպես ասած գույքագրել են, հա։ Ազգություն ոչ միտեղ չի նշվել։ Նշվել են պետությունները։ Այսքան Իտալիայից մարդ, այսքան Ռումինիայից, այսքան Սովետական միությունից, այսքան Հունգարիայից երբևիցե ազգություն չի հիշատակվել։ Սա հնարք է։ Սա մեծ հնարք է եւ մեծ մանիպուլյացիա մարդկության գաղափարախոսության մտածելակերպի հետ։ Մեծ հնարքը չի եղել հաշվետվություն, որ այսքան Ջհուդա եղել համակենտրոնացման ճամբարում, այսքան ռուս, այսքան ուզբեկ չի եղել։ Այսինքն, երբ որ բանը Մուսա Լեռան 40 օրը գրել է հայտնի գրողը, շատ ջհուդներ իրանց ուսապարկերում դրել են այդ գիրքը, կարդացել, ուսումնասիրել են։ Իրանք հայի փորձը հետո պատմել են որպես սեփականը։ Մինչ օրս Իսրայելը պաշտոնապես չի ճանաչել հայոց ցեղասպանությունը։ Իհարկե չի ճանաչել։ Իսկ այսօր նրա զենքով հայաթափվեց Արցախը։ Ոչ միայն իր զենքով, երբ որ այսպես ասած էկոլոգները գնացին այդ միջանցքը բանը խցանեցին, իրանց միջև կար իրանց ռաբին։ Իրանք խիղճ չունեն, ցավդ տանեմ, խիղճ որպես այդպիսինը հերքում է հուդայականությունը, հերքում է։ Ինքը ասում է, եթե ես ֆիզիկական օրգան ունեմ, որը պատասխանատու է որոշակի գործի համար, ասենք թե աչք ունեմ, տեսնում եմ, ականջ ունեմ, լսում եմ, քիթ ունեմ, հոտը առնում եմ, խիղճը որտեղ է իմ արմնի վրա, որ ասեմ, էս էլ խիղճն է։ Իրանք ընդհանրապես մերժում են խղճի առկայությունը։ Դրա համար, երբ որ իրանք պայմանավորվում են քու հետ որևէ հարցի շուրջ, դու իմացի, որ խաբելու են։ Բանի վրա, այդ Մոսկովյան փողոցում, որտեղ Պապլավոկի դիմացը մի հատ հուշաքար է դրված, կեսը հայերեն, կեսը ջհուդերեն, հա։ Հայերեն գրված է, ի սկզբանե պայմանավորվել էին, որ իրանց ցեղասպանության եւ հայերի ցեղասպանության ուշատախտակն է։ Ջհուդերեն հայերի ցեղասպանությունը չի հիշատակվում։ Խաբեցին։ Ասում են, որ հոլոկոստի օրը հունվարի 27-ն է։ Այդ նույն հոլոկոստի օրը հունվարի 27-ը Հայաստանի տոնացություն դրվեց որպես զոհերի հիշատակի օր։ Հունվարի 27 զոհերի հիշատակի օր, հունվարի 28 բանակի օր։ Սա ինչ քաղաքականություն է, միթե միտումնավոր է։ Իհարկե միտումնավոր է, սրանք իրար ծառան են։ Ադրբեջանը Իսրայելի ծառան է։ Մեր իշխանությունները Ադրբեջանի եւ Իսրայելի ծառան են։ Թող ոչ ոք չկասկածի։ Հիմա ուրիշ բան մարդիկ գնացել են ընտրությունների հաշվի առնելով, որ սա անապակ մարդ է, թե իրաց ծառան է, կարծել են, որ անապակ է, այդպես չի։ Ասում են, որ այսօր լուրջ հարվածի տակ է նաև Երուսաղեմի հայկական թաղամասը։ Բայց ամեն ինչ անում են, ցավոտ տանեմ։ Ամեն ինչ անում են։ Նախ ամեն ջհուդ պարտավոր է։ Իրանց ռաբիներն են սովորացնում։ Հայկական եկեղեցու մոտով անցնեն, թքեն, ասեն թող այս պատերը փլվեն։ Հայկական թաղամասերը ինչ որ արել են պատմության հետ, որ ամեն նուր մեր հետքը ջնջել են, դրել են ուրիշ բան։ Իրանց են դրել, չինացուն են դրել, չգիտեմ, տայվանցուն են դրել։ Հիմա էլ էդ են անում։ Հայի հետքը վերացնեն, ասեն, բա այս մեր երկիրն էր։ Իսրայելի բարեկամը Ադրբեջանը, ադրբեջանական քարոզչությունը ամեն ինչ անում է, որպեսզի հայերին ներկայացնի որպես երկվորներ։ Այդ շատ իջաղելի է, Հնդկաստանից եկածներ։ Փորձում են ներկայացնել երկվորներ եւ ջնջել հայկական հետքը տարածաշրջանից։ Ինչու է Իսրայելը լռությամբ կամ անուղղակիորեն աջակցում այդ պայքարի մեջ
Ադրբեջանին։ Միթե նրանք դրա միջով չեն անցել ու դրա դառնությունը չգիտեն։ Հիմա սա Մի ինչ է։ համեմատի մեզ։ Մի համեմատի, դրանք համեմատելու բան չեն։ Ռուսը ունի լավ բառ։ Հոլոկոստը դրոշակ են սարքել ամբողջ աշխարհում եւ 50-ականներից մինչեւ այսօր շահարկում են։ Մի քիչ էլ ավելի վաղ։ Գիտես ինչ, ես կարծում եմ, որ արդարությունը հաղթում է եւ հաղթելու է։ Այս հեքիաթը վերջանալու է։ Հիմա այսօր քանի ես կամ դա կլինի, թե կլինի դա 10 տարի հետո, թե 20 տարի հետո, բայց արդարությունը հաղթելու է։ Ստի ոտը կարճ է։ Ինչ է սպասում Իսրայելի Տիկին Ավետիսյան։ Իսրայելը կդառնա Բուջուրիկ Ադրբեջան։ Ոհլա հարցա, ով կիշխի։ Կարող է Ալիևը սկսի իշխել արդեն։ Չէ, նու Ալիևը չի լինելու իհարկե, բայց այդտեղ նման բաներ կան, այդտեղ կերպարներ, հա։ Բա ինչ է լինելու Ալիևի հետ, որ չի լինելու։ Սատկելու է, ինչ է լինելու, մի քաղցկեղել ինքը ուներ, չէ։ Իրա բանը այս գեղձը կոկորտի հեռացրել են, չէ։ Ես գտել էի նկարը։ Այո, հենց մեր հաղորդումներից մեկում եք ասել։ Այո։ Տիկին Ավետիսյան, հայ ժողովուրդը պատմականորեն եղել է տարածաշրջանը կայունացնող մշակութային առանցքներից մեկը։ Այո։ Հիմա տարբեր կենտրոններից փորձում են այդ գործոնը խարխլել եւ որպես երևույթ եւ այդ գործոնի հիմնադիր ժողովրդին, հայերին։ Գիտես ինչ, հայը որպես իր պետության տեր վտանգ է ներկայացնում իրենով անշնորհք եւ թույլ եւ ծույլ տեսակների համար։ Դրա համար դեռ Լոուրենս Արաբացին ասել ժամանակին, որ 100 տարին մեկ պետք է գնանք սրբենք իրաց, թե չէ վաղը աշխարհը կտիրեն։ Աշխարհը տիրելու ենք ոչ թե մեր փողով, մեր զավթի հավեսով, մեր մտքով, մեր աշխատասիրությամբ, մեր տաղանդով։ Իրանց համար մենք դրա համար ենք վտանգաբեր, որ հայը որտեղ էլ հանգիստ մնա նստի մի 2 տարի, բան է հորինում, բան է ստեղծում։ Հիմա դա Սպարտակ բալետն է, թե բանկամատ է, թե ասենք թե բան ոնց է այդ կոչվում։ Նիզակի ծայրը, որը նետի է նման, հա, փայտի մեջ պատուտաձև էր մտնում։ Հիմա գիտնականները ասում են Արքիմեդը հնարել է այդ բանը, պատուտակը 3-րդ դարում մեր թվարկությունից առաջ։ Բայց հայ հնագետները գտել են Հայաստանում այդ նիզակները իրաց պատուտակներով 11-րդ դարին վերաբերվող մեր թվարկությունից առաջ։ Արքիմեդից 800 տարի առաջ։ Դա հայի միտքն է ստեղծել։ Հիմա պետք կարելի էր Ալեքսանդրիայի գրադարանը 3 փորձից բառել ջնջել, կարելի էր Իվան Ահեղի գրադարանը, որը բանից հայ կայսերների գրադարաններ Բյուզանդիայի, էլի ոչնչացնել, կորցնել, բայց հայը մնացել է հայ։ Հայ գեդը չի փոխվել։ 8.500 տարի հայր մայրերը ծնում են հայ։ Այդ հայը մի քիչ մնում է հանգիստ վիճակում, բան է մոգոնում։ Ու հիմա այդ է իրանց սարսափը, որ հայը մի քիչ հանգիստ մնա, էլի բաներ է հնարելու, էլի կայունանալու է, էլի ստեղծելու է հրաշք երկիր։ Ես երբ որ ասում էի, որ բայց մարդկությանն է ծառայում հայի ստեղծածը։ Այո, իհարկե։ Դրա համար ցեղասպանությունից ընդամենը 12 տարի առաջ, եթե կինոստուդիա ունի արդեն հայը, այդ հրաշքը, բայց դա մենակ հայը կարող է անի։ Այսօր գլոբալիզացիան իր ճանկերը խրել է գրեթե ամեն օր։
հատկապես այն տեղերը, որտեղ ավանդույթը իր ուժով պահպանվում է։ Իսկ մենք համարվում ենք ավանդույթի ուժով պահպանվող երկրներից մեկը։ Այո։ Հիմա մեր թույլ տեղը որն է, որ թշնամին գիտի ու փորձում է խարխլել։ Մեր թույլ տեղը մեր թույլ վիճակն է, երբ որ մենք չունենք արդյունաբերություն եւ չունենք գիտություն։ Եվ դրանով հնարավոր է տրոհվել։ Մենք միշտ կանգնել ենք մեր արդյունաբերության եւ գիտության վրա։ Սովետի ժամանակ, օրինակ, բնակչության համեմատ տոկոսային հարաբերությամբ մեր գիտական աստիճան ունեցող մարդիկ շատ ավելի շատ են, քան որևէ 15 հանրապետությունում։ Որտեվ հայ միտքը անընդհատ աշխատում, այնքը քիմիայում աշխատի, ֆիզիկայի, բնագավառում աշխատի, թե տեխնիկական գիտությունների, իր միտքը աշխատում է։ Հիմա էս չկա այսօր։ Այսօր բան չենք արտադրում, բան չենք գիտության ակադեմիան սնանք վիճակում է, ինքը ի վիճակի չի գիտնականներին խթանել, գիտնականը գիտական հոդված է գրում, պետք է ուղարկի միջազգային ամսագիր, հələ մի բան էլ մի $300-500 պետք է վճարի, որպեսզի տպվի իր հոդվածը, որտեղից այդ փողը։ Միտումնավոր Հայաստանը դրել են այն վիճակի մեջ, որ հայը դառնա ուղակի չարչի, որ Թուրքից բերում է չանթեկով ապրանք, ստեղ ծախում է։ Կրզոյի պես։ Տիկին Ավետիսյան, 19-րդ դարում Պատկանյանը, Ռաֆին, Նալբանդյանը, Աբովյանը եւ շատ-շատերը ստեղծեցին, այսպես ասած, նոր ինքնագիտակցություն, հայրենասիրական ինքնագիտակցություն։ Նրանք փորձեցին վերածնել հին հայկական միտքը, մշակույթը իրենց արժեքավոր գործերում, մեծ գործ արեցին, ինչ խոսք։ Ինչով է պայմանավորված, որ հայկական միտքը, հայկական պետականաշեն միտքը այսօր ազգային օրակարգ չի բերվում։ Արիք ջան, ավելի ծանր շրջանում բերվեց, այսօր չի բերվում։ Անհատներով է պայմանավորված, որ չի նախ բերվում։ ավելի ծանր չէր այն շրջանը։ Այն ժամանակ թուրքը չէր իշխում Հայաստանում, արդեն Ռուսաստանի մաս էր Հայաստանը։ Այն ժամանակ Ռաֆին ինչքան կարողացավ վատություն արեց հակապետական հակազգային քարոզչության մեջ։ Իր որևէ գործը կարդա, 3 էջը մեկ ինքը հային փնովում է, ոչնչացնում է։ Ասում է այն դաշույնը, որ սպանեց Դավաճան հորը, կսպանի Դավաճան մորը, այդ ինչ էր, այդ ինչ քարոզչություն էր։ Խենթն էլ մեկ այլ օրինակ է եւ խենթը վերհիշելիս ես պատկերացնում եմ այսօրվա մեր օրերը, կարծես թե Աստված չանի, որ այդպես լինի։ Գիտես ոնց մեր ընդհանրապես հանճարները այդպես են գրում, որ անցնում է ժամանակ, ասում ես, բայ, այսօրվա մասին էր խոսքը։ Օրինակ բանը Շատ հանճարեղ գործ է խենթը, հատկապես ու շատ եմ այսօր կենտրոնացել ու առանցքը ես չեմ ուզում Աստված մի արասցե, որ այդպես լինի։ Ну, Գուրգեն Եղիազարյանը Բրենի բեպն է գրել, այսա ասեմ, որ թվին, 2003 թվին։ Այդտեղ նկարագրում է Նիկոլին։ 2003 թիվն է։ Ինչ որ եղավ մեր գլխին։ Գուրգեն Եղիազարյանը 2003 թվին նկարագրել է։ Ոնց մի հատ գյուղացի տղա եկել է ժողովուրդը որոշել է թագավոր ընտրում է իրան թագավոր ու սա սկսում է իր չտեսալով սկսում է երկրի հերը անիծել։ Գրողը այդպիսի մարդ է, որովհետև գրողի ալեհավաքը վերևն է։ Աստված իրան հուշում է։ Ինչպես իմ ավակ գրչակից ընկերն է ասում, այս կյանքը արժանի չի ոչ գրողներին, ոչ պոետներին։ Չէ, ոնց, բայց իրանք ծառայում են այս կյանքին, ոնց, ինչի համար, այլ ինչի համար է։ Տիկին Ավետիսյան, լինելով տիեզերաճանաչ ազգ, այսօր մենք խարխափում ենք կորուստների, անորոշության, վախերի, հոգու թուլացման, այս
աղջամուղջի մեջ ենք խարխափում։ Ինչ է մեզ պետք, որպեսզի այսօր մենք կարողանանք ազգովի պայծառանալ։ Մեր բանաստեղծներին հիշենք։ Մենք քիչ ենք, սակայն մեզ հայ են ասում։ Մենք մեզ ոչ մեկից չենք գերադասում, սակայն եւ այլն։ Մենք պետք է մեր պոետներին հիշենք։ Պոետը դրա համար է, մարդու հոգին արթնացնելու համար եւ առաջ տանելու համար։ Եթե մենք չենք կարդում, մենք TikTok-ում ապուշ տեսարաններ ենք նայում, թե չինիկը ոնց սրան սենց արեց, նենց արեց, հետո ընկավ ու շատ ծիծաղելի եղավ։ Մենք մեզ ուղղակի ոչնչացնում ենք։ Իրավունքը չունենք, չենք ոչնչանա իհարկե։ Կանք պետք է լինենք ու դեռ շատանանք, բայց եկեք հիշենք, որ ամենաբանական տեսակը հայն է, որ հային տված է այն։ Ինչպես պայծառանանք, որ հիշենք ու հասկանանք ու գիտակցորեն վերաբերվենք այս ամենին։ Պարուս Սևակ, Հովհաննես Շիրազ, Համոս Ահյան, բացեք կարդացեք։ Եվ Եղիշե Չարենց։ Եվ Եղիշե Չարենց անշուշտ։ Եվ անքննելի է Նարեկացին։ Այո։ Եվ նույնիսկ Սիլվա Կապուտիկը։ Մեր ամեն բանաստեղծը մի հատ հրաշք է։ Եվ այդ հրաշքները պատահական չեն ծնվեցա, վտանը ոչ մի պատահական բան չկա այս աշխարհում։ Կա ֆիզիկայի օրենք, սիմետրիայի օրենք, որ եթե այս եղել է, ուրեմն սա էլ պետք է լինի։ Դա ֆիզիկայի օրենք է։ Եվ այդ ֆիզիկայի օրենքով ինչ եք տեսնում։ Տեսնում եմ այն, ինչ որ միշտ ասում եմ, որ մենք վերականգնվելու ենք անշուշտ։ Եվ դա մոտիկ է այդ օրը։ Ուղղակի պետք է շատ հիմա պինդ մնանք, շատ պինդ կանգնենք։ Մինչև 28 թվականի վերջը պետք է մենք մի բռունց կդառնանք։ Շնորհակալություն Տիկին Ավետիսյան։ Ես եմ շնորհակալ, ապրես դու, շատ ապրես։ Մենք վերականգնվելու ենք շուտով եւ այդ օրվան քիչ մնաց, ասաց զրուցակիցս գրող, հրապարակախոս, թարգմանիչ Լիա Ավետիսյանը։ Շնորհակալություն ուշադրության համար, բաժանորդագրվեք մեր ալիքին հաղթանակ եւ խաղաղություն հայոց աշխարհին։ Այդքան վատություն անես, բա գլխի չգա։ Ինչու է թաքցնում նա իր հիվանդությունը։ Դե որովհետեւ պետության կայունությունը կախված է Բերանի խորոչում առաջանում է քաղցկեղ։ Նրա մոտ ախտորոշվել է շագանակագեղձի քաղցկեղ։ Այո, եւ շագանակագեղձի եւ վատ վիճակում է։ Դու մեր ու մանուկ ես կոտորում գազայում ու հետո դու քաղցկեղ չստանաս, այն էլ ոնց կստանաս։ Գուվված վստահեր, որ հեսա կգնա Իրանի վերջը կտա, դու միասի հակառակն ալնում։ Մարդկությանը փչացնում են։ Եվ փչացնողները այսօր կանգնած են իշխանության գլխին աշխարհի։ Իրանց ռաբիներն են սովորացնում, հայկական եկեղեցու մոտով անցնեն, թքեն, ասեն թող այս պատերը փլվեն։ Ադրբեջանը երբեք չի եղել ինքնուրույն պետություն ու չի լինելու։ Ում դրանք բոլորը նարկոս են։ Տեսնում եմ այն, ինչ որ միշտ ասում եմ, որ մենք վերականգնվելու ենք անշուշտ։